Ողջույն բոլորին, այսօր 2026 թվականի ապրիլի 5-ն է և ամենամեծ տոներից մեկն է, Սուրբ Զատիկ է, շնորհավոր Սուրբ Զատիկ։ Ճիշտն ասած, չնախատեսված կինդերների բացում պետք է անեմ, ես մի քանի օր առաջ ընդամենը բացել եմ Star Wars-ի փոքր հիմնական տարբերակները և այնտեղ 12 կինդերից ամբողջական 10 հավաքածուն հավաքել եմ։ Այսօր հիմա կբացեմ մեկը, եկեք մի փոքր հետ դնենք, այսպես, կբացեմ մեկը, եկեք նախապես ձեզ ցույց տամ ընդհանուր հավաքածուն, չհասցրեցի ճիշտն ասած այսօր թղթի վրա տպել տամ, բայց այսպես էլ երևում է։ Ամբողջական հավաքածու մաքսիներից Star Wars-ի կազմված է 4 ֆիգուրից, միայն գիտեմ Յոդայի անունը։ 3-ից կուզենամ առաջին հերթին Յոդան և այս վերևի հերոսը։ Եթե չեմ սխալվում, վերևի ձախ հերոսը ֆիգուրը չար հերոս է, ներքևի ռոբոտը բարի հերոս է, այսինքն բոլոր բարի են, բացի վերևի ձախ հերոսից։ Այս երկուսը կցանկանամ ամենաշատը դուրս գա, տեսնենք թե ինչ դուրս կգա։ 3-ից գոնե եթե երկուսը դուրս գա, շատ ուրախ կլինեմ, շատ լավ կլինի։ Եկեք մի անգամից բացեմ, տեսնենք ինչ դուրս կգա։ Այն երկուսն էլ եմ բացելու իհարկե, բայց այն երկուսը կբացեմ երևի ավելի ուշ, քանի որ հիշողություն չկա հեռախոսի մեջ, կընդհատվի, որպեսզի դա չլինի, այս մեկը բացեմ, ցանկացա մի փոքր ներկայացնեմ և եթե մի բան շատ ես ցանկանում, կատարվում է։ Ոնց է սա ոգևորված ազարտի կամ մյուսն էլ բացեմ, չգիտեմ, տեսնենք։ Այս մեր Յոդան է, գլխավոր հերոսներից մեկը, ամենատիպիկ պերսոնաժն է։ Այստեղ ինքը ունի մի քանի հատված, ես այս հատվածը տոպրակից չեմ հանելու, ասեմ, որովհետև դա պաշտպանի շերտ է, որպեսզի թանաքը տարիների ընթացքում չչորանա։ Ընդհանրապես 3 բացել եմ մեր Յոդայի գլուխը ոնց որ մի տեսակ, ծերուկ է Յոդան, պարզվում է Յոդան ծերուկ է, թուրը, բաց չի ստացվել, գիտեք, բաց չի ստացվել, սա պետք է հարմարացվի այսպես իր տիեզերանավին, այո, կարելի է ասել տիեզերանավ, և վերջ ֆիգուրը պատրաստ է, կազմած է 1, 4 դետալից, այսպես ցույց տամ մի պահ պահեմ, տեսնենք, հիմա ես մտածում եմ ընթացքում, այսքանով վերջացնեմ, թե շարունակենք։ Լավ, եկեք սահմանափակենք այս տեսանյութով 1 մաքսիով, երկուսն էլ կբացեմ շորթերով։ Հուսով եմ դուրս կգա մյուսը, կտեսնենք, եթե համեմատենք, ես 3 բացել եմ Զատիկի նվիրված մի քիչ հետո առաջ ընկավ, պետք է Զատիկին այսօր բացեի, Զատիկի նվիրված ինչ էր կոչվում, ոզնիների շարքը, իհարկե ես ավելի շատ ոզնիներին հավանեցի, բայց սա էլ վատ տարբերակ չի, սրանք ավելի հայտնի են, իհարկե սրանք ավելի պոպուլյար են, կարծում եմ, որ շատերը սա ավելի կարող հավանեն, բայց իմ համար ավելի գեղեցիկ են, ավելի հաճելի էր Զատիկի հավաքածուն։ Այս անգամ այսքանը, առայժմ և սպասեք մյուս 2 Star Wars-ի ֆիգուրներին։